Մгм. Ահա, Ողջույն հարգարժան տիկնոջ եւ պարոններ, Ռուբեն Մեհրաբյան Թոք YouTube-յան ալիքում հարցազրույց է։ Այսօր կխոսենք իրավական հարցերի շուրջ, իրավական քաղաքականության շուրջ, դրա ակտուալ հարցերի, որոնք վերաբերվում են թե ներքին իրավական process-ներին, թե արտաքին։ Այո, Հայաստանը, նաև դրա մասին Հայաստանի վարչապետը խոսեց իր շահերը հետապնդելու նպատակով գուցե եւ անցնի միջազգային արբիտրաժներով։ Այս ամենը իհարկե մեր, այսպես ասենք, իրավաբանական ընկերակցության կարևորագույն առաքելությունն է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, որովհետև սա մասնագիտական գիտելիքներ է պահանջում։ Եվ ուրեմն այսօրվա մեր հյուրն է իրավագետ, իրավաբան եւ իմ լավ բարեկամ Արտաշես Խալացյանը, ով ընդունել է իմ հրավերս եւ իր առաջին հարցազրույցն է մեր Ռուբեն Մեհրաբյան Թոք ալիքին, իսկ դուք բաժանորդագրվեք, լայքեք, մեկնաբանեք, քննադատեք, առաջարկեք, բայց կոռեկտ։ Ողջույն պարոն Խալացյան, ողջունում եմ նույնպես իմ լավ բարեկամ պարոն Մեհրաբյանին, նախ շնորհավորում եմ ձեր YouTube-յան ալիքին օրամուտը եւ ցանկանում եմ աղբափան եթեր ձեր պետականաշեն, քարոզչական, մասնագիտական, քաղաքագիտական գործունեության մեջ։ շնորհակալ եմ պարոն Խալացյան։ Եվ ուրեմն մենք հիմա թևակողել ենք մի ժամանակաշրջան, երբ տեսնում ենք, որ պետության վրա այսպես ասեմ, կախված են բավականին ծանր եւ արդեն իսկ հնացած գործեր, որոնք իրենց դատական լուծումը չէին ստանում տարիներ շարունակ եւ հիմա վերադառնում են դրանց։ Դրան գումարվում են այն հարյուրավոր ընտրակաշառքի դեպքերը եւ այդ ամենում բնականաբար բոլոր օպոնենտները տեսնում են քաղաքական միտում, իսկ մեր դարավոր բարեկամն էլ իր ռոպագանդան միացրել է այն ուղղությամբ, որ սա քաղաքական հետապնդում է, ավտորիտար ռեժիմ է, չգիտեմ, 37 թիվ է եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչպես քաղաքագետներն են ասում, քաղաքական պահի ձեր գնահատականը։ Համեցեք։ Իրականում տեսեք, կաշառքը որպես այդպիսին խոշոր կաշառքի դեպքերը կամ ընտրակաշառքը որպես նաև քաղաքական կատեգորիա այնքանով որքանով միտված է իշխանությունը զարտուղի ճանապարհով վերցնելուն առանց քաղաքական կոմպոնենտի չի լինում ընդհանրապես եւ խոշոր կաշառքի գործերը եւս ունեն այդ քաղաքական կամ կոմպոնենտի գործոնը անկախ ամեն ինչից, հա։ Հիմա օրինակ ես այսպես գործի բերումով գտնվում եմ Եվրոպայում եւ այստեղ էլ տարբեր երկրներում, օրինակ տվյալ պարագայում Ալբանիայում խոշոր սկանդալ է հասունացել կոռուպցիոն բնույթի, որը բնականաբար կապված է քաղաքական պաշտոնյաների հետ, այստեղ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ են պահանջում։ Այսինքն քաղաքական կոմպոնենտը կոռուպցիային ուղեկցող այն գործոնն է, որը բոլոր երկրներում էլ արկա է ապրիորի, վերջո կաշառքը կոռուպցիան հենց պետական ռեսուրսի չարաշահման հետ է կապված հանրային ռեսուրսի։ Այսպես որ դրա մասին այսպես խոսել որպես այսպես նորահայտ ինչ որ ճշմարտություն, պարզապես այսպես քաղաքական մանիպուլյացիա է։ Որտեղ կա խոշոր կաշառք, որտեղ կա ընտրակաշառք հատկապես, այդտեղ չի կարող չլինել քաղաքականություն եւ հենց այստեղ է որ կա հետեւյալ խնդիրը մենք ունենք խմբային շահի հետապնդման գործոն թե մենք ունենք հանրային շահի հետապնդման գործոն երկուսն էլ քաղաքական կոմպոնենտներ են բայց մեկը ծառայում է հանրությանը մեկը ծառայում է ինչ որ խմբավորման շահերի եւ ահա մենք այստեղ տեսնում ենք որ եւ սա Հայաստանի քաղաքական համակարգի ներկայիս ամենախոցելի տեղն է որ մենք ունենք երկու եթե կուզեք ճամբար, մի ճամբարը պայմանական կարող ենք անվանել ժողովրդավարների ճամբար, եւ մեկը կարող ենք անվանել
նախկին հին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչներին համախմբող ճամբար է։ Հիմա իրենք երկուսը ունեն քաղաքականության վերաբերյալ տարակետ պատկերացումներ, լրիվ իրար հակոտնյա։ Այսինքն նույնիսկ խոսույթի մակարդակով, այսինքն այս նորահայտ ընդդիմության շատ ներկայացուցիչներ զարմանում են, թե վերջերս նրանց լիդերներից մեկը կարծեմ Նարեկը Կարապետյան հայտարարեց, ասաց, ինչ անենք բարեգործություն ենք անում, բա բռնել տանք մարդկանց ձեզ նման, այսինքն օրինականության վերականգնման քայլերը իրենք նաև որոշակի քրեական ենթամշակույթին հարիր բառապաշարով են փորձում բնորոշել, ասում բռնել տանք, բա բարեգործություն ենք անում, այսինքն մարդիկ քաղաքականության նպատակայնությունը հանրային քաղաքականության չեն ըմբռնում։ Եվ հիմա այս երկու ճամբարների բաժանված մեր քաղաքական համակարգը այսօր լուրջ խնդիրների է բախվում։ Այսինքն մի կողմից մենք ունենք սահմանադրական ճանապարհով իշխանության եկած եւ իր բոլոր թերություններով հանդերձ սահմանադրական ճանապարհով ընթացող իշխանություն եւ ունենք այսօր տիտղոսային այո սահմանադրական ընդդիմություն, որքան էլ որ պարադոքսալ է, որը իշխանությանը եկել հակասահմանադրական ճանապարհով ընտրակաշառքի եւ այլ զարտուղի միջոցներով, որոնց մասին ես կարծում եմ ինչ որ ժամանակ անց նաեւ մենք կլսենք, որտեղ ես կարծում եմ այստեղ միայն ընտրակաշառքի մասին չի կարելի խոսել, այստեղ շատ ավելի խորհրդային հարցեր կան, թե ինչպես ընդհանրապես հնարավոր եղավ ակումուլացնել այս կամ այն։ Եվ ստացվում է, որ այս քվազի պետական նաեւ շրջանակներ համախմբող քրեական ենթամշակույթ ներկայացնող շրջանակներ համախմբող ընդդիմությունը փաստացի հանրային քաղաքականությունը տեսնում է սովորական բարտերի եղանակով, դա է լավագույն դեպքում։ Ես քեզ կտամ ենթադրենք այսքան գումար կամ ես քո այս հարցը կլուծեմ, քեզանից կստանամ քվե։ Ընդ որում այստեղ հանրային շահի տեսանկյունից ամենավտանգավորն այն է, որ փաստորեն այդ բարտերի ավարտից հետո այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները այլևս իրենց ընտրողների հանդեպ ոչ մի պարտավորություն չունեն, որտեղ երկարաժամկետ կտրվածքով որևէ ծրագիր եւ խոստում նրանց չեն տվել եւ չեն առաջարկել։ Այսինքն ստացվում է, որ իրենց ուրեմն, այսպես ասենք, սոցիալական պայմանագիրը կարճաժամկետ է, ընդհանրապես մեկ քայլանի գործարք է եւ ավարտվում է քվեարկության ակտով։ Այո, եւ հենց դրա համար է որ սահմանադրորեն, նաեւ քրեական օրենսգրքով ընդհանուր միջև արգելված է նման տիպի գործարքներով ձայների ակումուլյացիա, որտեղ դա ձևախեղում է ժողովրդավարական ճանապարհով իշխանության ձևավորումը ընդհանրապես եւ ահա այստեղ է որ ես կարծում եմ որ մենք մի շատ առիթ ունեցել եմ ես ասել դրա մասին մի շատ պես հակասական իրավիճակում ենք մի կողմից մենք ունենք ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ գործեր որոնք մեր դատարաններում կարող են շատ ուրույն ճակատագրի արժանանալ պարոն Մերաբյան ցավոք սրտի մենք դա տեսել ենք տարբեր գործերով եւ նույնիսկ եթե այդ ուրեմն նման այսպես հանցավորների համար բացասական դրական ճակատագրի չարժանանան միևնույն է դրա քաղաքական կոմպոնենտը ինձ համար միշտ ավելի կարևոր է սահմանադրական քաղաքական այսինքն արդյոք դրան կարող են հետևել համակարգային սահմանադրաիրավական հետևանքներ օրինակ այդ քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների քաղաքականությամբ զբաղվելու արգելելու տեսքով եւ այստեղ է որ մենք իրոք համակարգային ճգնաժամի առաջ կարող ենք հանգել ճգնաժամի կարող ենք հանգել որովհետեւ նույնիսկ 100 քրեական գործով 100 կաշառատուի կամ կաշառառուի բանտարկության արդյունքում հնարավոր է իրավական այնպիսի մեկնաբանություն որ դա չի կարող այդ 100 դեպքը չի կարող ստվերել այդ ձայները այդ ընդդիմության ամբողջությամբ եւ հետեւաբար այստեղ ոչ միայն քրեաիրավական կամ ոչ այնքան քրեաիրավական գործիքակազմով է պետք սրա դեմ պայքարել, որքան սահմանադրաիրավական, այսինքն ես դրա մասին խոսել եմ, սահմանադրական դատարան ազգային ժողովը կամ կառավարությունը պետք է ներկայացնեն համապատասխան քաղաքական ուժերի արգելման վերաբերյալ դիմում նախ եւ առաջ։ Իսկ հակաքրեական օրենսգրքով հնարավոր է նաեւ համապատասխան
ապացույցների առկայության դեպքում եւ կարծեմ կառավարությունը նախատեսում է նման փոփոխություն առաջարկել ազգային ժողովին, որ քրեական օրենսգրքում կատարվի, որոշակի անձանց, ովքեր ներքաշված են կազմակերպման մեջ ընտրակաշառքի կամ կատարել են այդ հանցագործությունը, ընդհանրապես ցամա կամ որոշակի ժամկետով արգելել ընդհանրապես քաղաքական գործունեությամբ զբաղվել, հա, բայց այս ամեն ինչը պետք է զուգակցված գնա, հակառակ պարագայում, եթե մենք կամ եթե ոչ զուգակցված, ես ասեմ, այստեղ շատ գուցե այսպես ոչ պոպուլյար կամ յուրօրինակ ստացվի մեկնաբանությունը, բայց ես այստեղ քրեաիրավական ներգործության միջոցները այդքան չեմ կարևորում, ինչքան համակարգային սահմանադրաքաղաքական, որովհետև մեզ համար կարևորը ոչ միայն կոնկրետ հանցավորների քրեական պատասխանատվությունն է, այլ այդ համակարգային մեխանիզմը կոտրելը, որովհետև պայմանական Պողոսին, Կիրակոսին եւ Մարտիրոսին կարող են այլ անձինք փոխարինել Փառք Աստծո, մենք բոլորս գիտենք, որ եւ այդքանով արդեն մեր հասարակությունը հասունացել է, որ մենք գիտենք, որ կա այդ քրեական ենթամշակույթը, այլևս հասարակության գիտակից զանգվածը զատվել է այդ շրջանակներից, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող հերքել, որ այդ շրջանակները ապրում են մեր հարևանությամբ եւ հաստատապես հերթափոխ որպես այդպիսին կարող է ծնվել, այսինքն դու նստածում ես 100 հոգու, գալիս է եւս 100 դևի հեքիաթի պես, հա, մի գլուխը կտրում ես, երկուսը աճում է։ Հետևաբար, եթե մենք սրան չտանք այդ ինչպես իմիջիայլոց եղել է լուստրացիայի վեթինգի ձևով Պրիբալտիկայում, Արևելյան Եվրոպայի շատ երկրներում, հա, այսինքն ընդհանուր մինչև ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև հոգևորականներ, դերասաններ, դասախոսներ եւ այլն, ովքեր որ հակապետական գործունեությամբ են զբաղվել հանրային կարգավիճակից իրենց այսպես ասենք հոգևորական տերմինով ասենք կարգալույց են արել, հա, կհանկեց են արել։ Եվ ասել են զբաղվեք մասնավոր ոլորտում ինչով ուզում եք զբաղվեք, այսինքն դուք հանրության հետ այլևս աշխատելու որևէ բարոյական, սահմանադրական, իրավական եւ քաղաքական հնարավորություն պետք է չունենաք։ Եվ սա պետք է դառնա, ես կարծում եմ, ամբողջ գիտակից հասարակության, ընդ որում ոչ միայն քաղաքական ուժերի, որտեղ մեզանում հաճախ լինում է, որ լավ գաղափար է, այսպես սեփականաշնորհվում է ինչ որ քաղաքական ուժերի կողմից եւ դառնում է պարզապես հասարակության աչքում քաղաքական գործիք։ Ես կարծում եմ, այստեղ քաղաքական, քաղաքացիական, մասնագիտական, փորձագիտական ամբողջ դաշտը լայն իմաստով քաղաքացիական հասարակությունը պետք է այս պահանջի շուրջ միավորվի, որովհետև սա բոլորին է վերաբերում, բոլոր հանրային ակտիվ մարդկանց, ինչպես նաև գիտակից հասարակությանը որպես քաղաքականության սպառը, որովհետև հնարավոր չի այլընտրանքային գաղափարներով հանդես գալ եւ հավակնել ՔՎ-ի եւ հանրության կողմից այսպես քաղաքական մանդատի ստացման, որովհետև այստեղ ֆինանսատնտեսական այնպիսի հզոր ռեսուրսներ են ներգրաված, առանց որոնց այսպես պորտալները կտրելու, առանց այդ ռեսուրսները սպառողներին քաղաքական դաշտից հեռացնելու, մենք հնգամյակը մենք այս վիճակին ենք անգելու, եւ չեմ ասում, որ ինչ որ մի պահի մենք կարող ենք ունենալ պայմանական ասած Իվանիշվիլի ֆենոմենը, հա։ Ի վերջո Սաակաշվիլին պաշտոնապես էլ է հայտարարել, որ սխալ է համարում է, որ սխալ է արել, որ այսպես թավշյա եղանակով հանձնել է իշխանությունը, այլ ոչ թե պայքարել է այն շոշափուկների դեմ, որ աստիճանաբար խեղդեցին իր իշխանությունը Վրաստանում։ Եվ բացառված չէ, եւ իմիջիալոց վերջերս էլ հայտարարվեց, որ երկարաժամկետ պայքար է սա այս խորհրդարանական ընդդիմությունը ասած թիմ ընտրություններում նրանք պետք է վերցնեն այսպես տեղերում իշխանությունը եւ այլն, եւ սա համարում են մարաթոնային վազք։ Իսկ արդեն մարդիկ բացեիբաց ասում են, դե հիմա ասողին լսող է պետք, ինչպես պետք է հակազդենք դրան։ Պարխալոցան, այսինքն պարզ մի բանաձև, հա, այսինքն դուք ընտրակաշառքը տվել եք իբր նենց լրիվ ստերիլ իրավական ճանապարհով եւ ուզում եք ստերիլ իրավական պատասխան ձեր արածին, հա, ինչը աբսուրդ է։ Դուք ունեցել եք հստակ քաղաքական դրդապատճառ այդ կաշառքը տալու եւ ստացեք դրա քաղաքական պատասխանը, որովհետեւ դուք ձևախեղում եք դրանով իսկ քաղաքականությունը։ Հետևաբար դրան հակազդելու գործիքակազմի մեջ քաղաքական բաղադրիչը չի կարող
ներկա չլինել, այդպես չէ։ Իհարկե, եւ այստեղ ամենակարևորը, եթե մենք ուզում ենք նաեւ հասկանալ այս ժառանգականությունը, եթե կուզեք նախորդ քաղաքական ռեժիմի եւ ներկայիս ընդդիմության, նայեք ցուցակներում կոնկրետ անձանց։ Ի վերջո մենք շատ հաճախ այսպես բան ենք անում, խոսում ենք զուտ ընդհանուր թեմատիկայից, բայց չենք անդրադառնում կոնկրետ պերսոնալիաների, որը նույնպես շատ կարևոր է։ Օրինակ, ուժեղ Հայաստանում ես տեսնում եմ Արգիշտի Դարփինյան անուն ազգանունով պերսոնայի, որը իմ ունեցած տեղեկություններով Վանաձորի քաղաքապետի որդին է, այն քաղաքապետի, որը ըստ էության սեփականաշնորհել էր ամբողջ Վանաձորը եւ անցնում է քրեական գործերով, այդ թվում որքան գիտեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում, որը ընդհանուր միջև հրապարակում հանրային վայրեր էր սեփականաշնորհել հանրային նշանակության Վանաձորի հրապարակի մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք Էդգար Ղազարյանին, ընդ որում այստեղ հարցը այն չէ, որ ես անձնավորում եմ, բայց քաղաքականությունը նաև անձերի մասին է, հա, սա ինչ որ բանի մա Դանթեի բանը չի, հա, աստվածային կատակերգությունը չի կամ չգիտեմ ինչ որ գրականության մասին չենք խոսում, Տվերներ չեն, մարդիկ են, այո։ Ահա, մենք խոսում ենք ըստ էության կոնկրետ քաղաքական գործիչների կամ քաղաքական, եթե կուզեք, կլանների մասին եւ մենք տեսնում ենք, որ պարզապես անվանափոխություն է տեղի ունեցել եւ այդ կլանները իրենց վերարտադրությունը այսօր արդեն տեսնում են այլ ուժի հետ։ Մամիկոն Ասլանյանին ենք մենք տեսնում, Վանաձորի նախկին քաղաքապետին, որը մինչ օրս քրեական գործերով է անցնում եւ այսպես շարունակ, այսինքն այստեղ միտինգների ժամանակ նախկին հանրապետական կուսակցության գվարդիային ենք տեսնում։ Այո, եւ այսօր նաեւ մենք ունենք եւս մի գործիչ, կարծեմ Շիրազ Մանուկյան, եթե չեմ սխալվում, էլի ուժեղ Հայաստանից, որը ասում է, որ ես եղել եմ հանրապետական, հիմա դարձել եմ այո ուժեղ Հայաստանի ցուցակով մտել եմ խորհրդարան եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք հետեւյալը, որ իշխանության հապաղումը այս քաղաքական կլաններին քաղաքականությունից դուրս բերելու, քերյա քաղաքական, եթե կուզեք, հանգեցնում է նրան, որ այս մարդիկ ադապտանալով նոր իրավիճակի, այսպես ասենք, սահմանադրական զենքով կամ ժողովրդավարական զենքով պայքարում են ժողովրդավարության դեմ։ Եվ եթե դու ստանդարտ քայլերով փորձում ես իրենց դեմն առնել, պարզապես չես հաջողի։ Եթե դու ուրեմն թողնում ես, որպես ես մարդիկ լեգալ ձևով զբաղվեն քաղաքականությամբ, այն պարագայում, երբ իրենց ուրեմն հնարավորությունները ակումուլացվել են ոչ լեգալ ճանապարհով, այսինքն այն ստարտային հավասար պայմանները չեն ապահովում։ Այդ նշանակում է դու փաստորեն փակում ես ճանապարհը ժողովրդավարական այլընտրանքի եւ ոչ միայն այլընտրանքի, այլընտրանքների գաղափարների ազատ մրցակցության համար։ Եվ ստացվում մի կներեք, բայց այլանդակ պատկեր, երբ քաղաքական դերակատարները ուրեմն կարելի է ասել կոնսերվացվում են յուրաքանչյուրի իր տեղում։ Այո, այս իշխանությունը որքան որ լինի այս ընդդիմությունը միանշանակ հաղթելու է, որովհետև ժողովուրդը իշխանության չի բերի առայժմ գոնե նախկին քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների առողջ քաղաքական ուժերը չեն հաղթի այս ընդդիմությանը, քանի դեռ վերջինիս ֆինանսատնտեսական եւ կապիտալ հնարավորությունները դուրս չեն բերվել քաղաքական դաշտից եւ ստացվում է, որ մենք ունենում ենք նոմինալ ժողովրդավարական պատկեր։ Ինչու նոմինալ, որովհետեւ եթե կա քաղաքական համակարգի անփոփոխելիություն, քվեարկության արդարությունը եւ ազատությունը դառնում է, եթե կուզեք, արդեն երկրորդական, որովհետեւ եթե կա անփոփոխելիության հանրային ընկալում, կներեք արդեն մի պահ կլինի, որ քվեարկությունը կվերածվի պարզապես ծեսի։ Այսինքն նույնիսկ այդտեղ հարց, այսինքն ընդդիմությունը չի գա իշխանության, քանի դեռ կա այս քանի դեռ իշխանությունը չի փոխվի, քանի դեռ կա այս ընդդիմությունը, ընդդիմությունն էլ չի փոխվի, քանի դեռ վերջինիս ուրեմն հակասահմանադրական վարքաբանության իրավական, սահմանադրաիրավական համակարգային գնահատական եւ չի տրվել եւ լուծումներ չեն կիրարկվել։
Պարոն Խալացյան, մոտենում ենք ամենացավոտ մասին։ Լավ, ինչ ասում եք, ճիշտ եք ասում, քաղաքական գործիչներից էլ ոմանք ասում են այդ նույն բանը։ Մոտեցումները կան, քրեական գործերը գտնվում են վարույթի մեջ։ Հիմա այդ ամենը գնում է դատարան եւ շատ մեծ է ռիսկը, որ դատական իշխանությունը, դատարանները, այս մարդկանց հստակ հանցակազմի մեջ հանցակազմ չտեսնեն։ Ժամանակ պետությունը կանգնում է փաստի առաջ։ Երբ իշխանությանն էլ մատնացույց է արվում դատական իշխանության այս ողբերգական վիճակը, ապա մենք ինչ ենք լսում որպես պատասխան, որ այ սահմանադրությունը, որ կլինի, բոլորի կարգավիճակը կարկախվի, եւ դրանից հետո մի հատ լավ վեթինգ կանենք, որից հետո լավերը կմնան, վատերը կգնան, սահմանադրությունն էլ հորիզոնում չի երևում, հա, 2/3 չունի իշխանությունը, որպեսզի այդ սահմանադրության հարցը լուծվի։ Հիմա մենք կրակն ենք ընկել այս դատավորների ձեռքը, որ ասենք մեկ են ձկնաբույծներին են, չէ, բանանում կառավարությունը պարտադրում է ռեցիրկուլյացիայի համակարգեր ստեղծել, դատարանն ասում է, չէ, իրավունք է տվել։ Այսինքն Արարատյան դաշտի ցամաքելը դա իրավունք է։ Իսկ ռեցիրկուլյացիայի այդ համակարգներ դնելու կառավարության պահանջն էլ իրավունքի խախտում։ Հետո ասենց մենք ուր ենք հասնելու։ Տեսեք, իրականում ես այն մասնագետներից եմ, որ միշտ ասել է, որ դատական համակարգի արմատական ռեֆորմը սահմանադրության փոփոխության հետ որևէ կապ չունի եւ սահմանադրական ճանապարհ գտնելը պարզապես քաղաքական կամքի հարց է եւ այն իրավաբանների բարեխղճության, որոնք որ այդ գործը հանձ են կառնեն անելու։ Եվ ես գիտեմ, որ մեր համախոհ մասնագետներից, որոնք երկուսը Դավիթ Խաչատուրյանն եւ Գագիկ Ջահանգիրյանը ժամանակին երբ որ գնում էին ՊՏԽ, նրանք այդ մասին ընտրվելուց առաջ ազգային ժողովում բացեիբաց ասել են, այսինքն այդ ամեն ինչը YouTube-ում կա եւ ժամանակին նաեւ Շիրինյան Բաբաջանյան դաշինքի կազմում ես այն մասնագետներից մեկը, որ նաեւ մենք նախընտրական ծրագրում նշել էինք այդ ճանապարհները, հա, այդ թվում ուրեմն դատական ռեֆորմ եւ ես հիմա էլ եմ պնդում, որ դա ուղղակի այսպես ժամանակ ձգելու ինչ որ միտում է որոշ այն իրավաբանների շրջանակում, որոնք այսօր սպասարկում են իշխանության քաղաքական օրակարգի իրավական ապահովումը։ Եվ այստեղ մենք լուրջ խնդիր ունենք եւ պատահական չէ, ես ուրախ եմ, որ չգիտեմ, մեր հարցազրույցները ազդեցին, եթե նույնիսկ դա չէ պատճառը, մեկ է, ես ուրախ եմ, որ օրինակ Լիպարի Դրմյանի մասին հուլիսի 10-ին իմ հարցազրույցից հետո այսօր դրա մասին խոսում է արդեն վարչապետ, ես ասում եմ Ժողովուրդ ջան, ոնց կարող է ուրեմն միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ տեղակալը եւ գրասենյակի ղեկավարը գնալ հեծի գործով միջազգային արբիտրաժ լինելով կառավարության լիազոր ներկայացուցիչ գնալ եւ ընդունել հեծի պահանջները։ Այսինքն, եթե օրինակի համար դա աներ փաստաբանը, նրանք կարող էին անգամ լիցենզիայի զրկել, որպես ոչ բարեխիղճ կամ հօգուտ մյուս անձի մյուս կողմի գործող մասնագետ։ Այսինքն, այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք եւ հիմա այդ մարդը Արման Թաթոյանի կուսակցությունից է։ Այո։ Եվ հանդես է գալիս ընտրություններին ամենակոպիտ բառապաշարով խոսելով նախկին գործատուի վերաբերյալ եւ այսօր անգամ վարչապետը խոսում է արդեն այդ ոչ բարեխիղճ գործելակերպի արդյունքում կուտակված ինչ-ինչ ֆինանսական միջոցների մասին, որ արդեն այո կոռուպցիա է, բարեվարկությունից արդեն գնում են կամ քաղաքական
այսպես լոյալության խախտումից գնում ենք դեպի արդեն կոռուպցիա։ Եվ հիմա տեսեք, այս նույն իդեպ պարոն Դերմյանը նաև քույր ունի, որը դատավոր է հակակոռուպցիոն դատարանում։ Իր քույրն է, եւ այո, եւ նշանակվել է այս իշխանության օրոք Լիլի Դերմյանը, եւ ես իհարկե չխախտելով որ մեկի անմեղության կանխավարկածը, բայց այստեղ ես տեսնում եմ շահերի բախում, եթե մեծ հաշվով եթե իմ եղբայրը լիներ ընդդիմադիր, դե հիմա ասում Արունը ջուր չի դառնի, պետք է նաև հաշվի, բայց չեն ասում պետք է շատ ուսադիր լինես կադրերի ընտրության հարցում, երբեմն դու մարդուն կարող է իր նշանակման արդեն դնես ծանր վիճակի մեջ։ Հիմա օրինակ մարդ ունի եղբայր, Արազատ եղբայրը արմատական ընդդիմադիր է, ինքը դատավոր է եւ պետք է օրինակի համար կայացնի վճիռ ինչ որ մեկի սեփականազրկման վերաբերյալ, բայց շահերի բախմամբ ով պետք է զբաղվի եւ արդյոք մենք դրանով եւ եթե մենք հիմա չդնենք, այ ինչպես Սրբույր Գալյան արտադրության նախարարն ասաց, որ պետք է բոլոր դատավորները դառնան պաշտոնակատար ի կատարումը վարչապետի խոսքի եւ նրանց բոլորին պետք է ստուգել, այս ամենի հետ ես համաձայն եմ, բացի մի կետից, սահմանադրություն դրա համար փոխել պետք չէ։ Բացարձակապես պետք չէ, որովհետև դատավորների նշանակման դատավորների անփոփոխելիությունը չպետք է գերակայի վերջիններից մասնագիտական բարեվարկության հանդեպ։ Եվ եթե կուզեն փորձի համար թող այդ նախագիծը պատրաստեն, մտցնեն ազգային ժողով, թող ազգային ժողովի ինդիմությունն էլ տանի 1/5-ով տանի սահմանադրական դատարան, թող սահմանադրական դատարանը իր որոշումով դրան գնահատական տա, ես համոզված եմ, որ շատ ավարտուն մի որոշում կունենանք, այդ հարցն էլ կփակվի։ Այո, խոսքը չի վերաբերում նրանց լիազորությունների դադարեցմանը, այլ խոսքը վերաբերում է նրանց բարեվարկության համալիր ստուգմանը։ Մենք չենք ասում, որ այդ դատավորները պաշտոնանկ են արվում ապրիորի։ Մենք ասում ենք, Ժողովուրդ ջան, բոլորի բարեվարկությունը, մասնագիտական ձեռնհատությունը ստուգում ենք մնացական Մարտիրոսյանը, որ այդ թվում դատապարտել է մարտի 1-ի գործով բազմաթիվ քաղաքբանտարկյալների, արդյոք չի կարող լինել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։ Լիլի Դերմյանը առնվազն պետք է ստեղծվելիք ինչ որ հանձնաժողովին պատասխանի, որքանով է ինքը կաշկանդված իր եղբոր քաղաքական գործունեությամբ։ Ավելին ասեմ, ես մոռացա նաև ասեմ, որ այս երկու հայրն էլ փոփենք պարոն Խալացյան, մեր քիչ եւ այստեղ չէ, ես շատ կարեւոր մի քանի բան եմ ուզում ասել, որ մեր ակնբիրները նաև իմանան։ Այս երկուսի հայրն էլ Մամիկոն Դերմյանն է, որը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք եղել է վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր։ Այսինքն այս ամբողջը նշանակումից առաջ պետք է դառնան համապատասխան մարմինների ուսումնասիրման առարկա։ Եվ ես պնդում եմ, որ կա ինստիտուցիոնալ հնարավորություն եւ սա արդեն այսպես օրհասական է, հակառակ պարագայում մենք ունենանք ինչ, պարոն Մերաբյան, մենք ունենանք քաղաքական իր օրակարգը հետապնդող իշխանություն, որի բոլոր քաղաքական այսպես ջանքերը, ծրագրային հիմնադրույթները գնալու են կոտրվեն դատարաններում։ Եվ այսպես տուրու դմփոցով մենք կգանք կհասնենք մյուս հնգամյակի, ինչպես ասում են, շեմին, եւ կոմունիստերի լեզվով ասած պիտի լետկան չեն հանձնի ուղակի, եւ էլի մենք այստեղ փորձենք մեղավորներ գտնել, բայց մյուս կողմից պետք է մի բան էլ հիշել, որ որքան էլ մենք ասում ենք, որ իշխանությունները տարանջատ են իշխանության թևերը, բայց իրենք մեկ միասնական պետական իշխանության թևեր են։ Այսինքն իշխանության նպատակայնությունը անփոփոխ է, դա հանրային բարիքի ստեղծումն ու պաշտպանությունն է, չի կարող լինել դատական իշխանության անկախությունը ինքնանպատակ, հա։ Բայց մենք կարծես այսպեսի կղզիացած դատական իշխանություն ունենք, որը ապրում է իր կյանքով, կայացնում է վճիռներ, դատավճիռներ, առնվազն մենք փորձում ենք տարիներ, հետո գնում է հասնում է եվրոպական դատարան, չգիտեմ, որոշ դեպքերում մենք 10 տարուց գուցե կունենանք նաև այս իշխանության օրոք կայացված դատական վճիռների դեմ ուրեմն միեդի վճիռներ, հա, բայց մենք խնդիր չենք դրել բանը այսպես անverջ ժամանակի մեջ ուղակի ֆուտբոլ խաղալ այդ վճիռների հետ։ Հետևաբար ես կարծում եմ, որ այստեղ պարզապես
իրավաբանների մասնագիտական բարեվարկության եւ պրոֆեսիոնալիզմի պակասի հետ մենք գործ ունենք։ Դա ես կրկնել եմ բազմիցս եւ հիմա եւս ուզում եմ կրկնեմ եւ իմ ասացի արդեն իսկ մեկ ապացույցը նշածս անձի վերաբերյալ վարչապետի մակարդակով արդեն արված ուրեմն հայտարարությունը, ընդ որում պետք է նշեմ, որ իմ ունեցած տեղեկություններով մեծ ջանքեր են գործադրվել նաեւ ՔՊ-ի ներսում Լիպարի Տրմեյանին Եղիշե Կիրակոսյանից հետո միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ դարձնելու ուղղությամբ եւ բավականին այսպես ի բարեբախտություն թերևս մեզ դա տեղի չի ունեցել։ Երևի թե հենց այս վարվելակերպի պատճառով։ Շատ շնորհակալ եմ, պարոն Խարատյան, ձեր Ես եմ շատ շնորհակալ։ կարևոր մեկնաբանությունների, գնահատականների, առաջարկությունների եւ տեղեկությունների համար, որ ներկայացրեցիք մեր հարգարժան հետևորդներին եւ մեր ալիքը դիտողներին։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ ժամանակ տրամադրեցիք մեր առաջին Ես եմ եթերի։ շնորհակալ պարոն Մերաբյան, եւ ես կարծում եմ, որ մեր այս զրույցները նաեւ պատկան մարմինների եւ շահագրգիռ շրջանակների համար գուցե չասեմ ուղեցույց շատ կլինի այսպես Պրետենցիոզ, բայց գոնե ինչ որ օգնող դեր կկատարեն։ Շնորհակալ եմ, մենք կշարունակենք Ես եմ պարբերաբար մեր հանդիպումները եթերում, շնորհակալ եմ պարոն Խալացյան, ամենայն բարիք։ Հաջողություն։ Ահա մենք ավարտեցինք մեր հարցազրույցը, միշտ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։